Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախորդ տարի այս օրերին Հայաստանում բուռն էին քննարկումները Տավուշում տեղադրվել է 20 սահմանային սյուն, սահմանազատվել շուրջ 12,7 կիլոմետր երկարությամբ սահման։ Հայաստանի իշխանությունը այն աննախադեպ հաջողություն է որակում 4 գյուղերը, որոնք փաստացի անցան Ադրբեջանի տիրապետության տակ, պաշտոնական Երևանը հենց ադրբեջանական էլ համարում է։ Սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չի մնում, աշխատում են։ Օրերս էր Անվտանգության խորհրդի քարտուղարը ասել լրագրողներին, բայց դրանից առաջ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում էր շեշտել, թաքուն սահմանազատում տեղի չի ունենա, եթե լինեն գործընթացներ, ապա կհրապարակեն նաև տեղեկություններ։ Այդ սպասումը ձևավորել, որ վայ թաքուն կարա սահմանազատման աշխատանք տեղի ունենա, այդքան էլ ճիշտ չի։ Սահմանագծման սահմանազատման առաջ գնացող գործընթացի մասին սակայն շոշափելի նորություններ չկան։ Խաղաղության գործընթացից անջատված այս պրոցեսի մեկնարկից փաստորեն 1 տարուց ավելի էլ շատ է անցել։ Ադրբեջանական կողմը փաստացի շահել է, Հայաստանից տարածքներ պոկել։ Հայկական կողմը շարունակում է տուժողի դիրքերում մնալ, որովհետև շուրջ 200 քառակուսի կիլոմետր հայկական սուվերեն տարածքում հիմա ադրբեջանցիներն են։ Այս հարցը Հայաստանը չի պատրաստվում ռազմական ճանապարհով լուծել, ապավինում է սահմանազատման գործընթացին։ Փաստացիորեն երևում է, որ ինքը չի ուզում ունենալ վերջնական համապատասխան միջազգային ձևաչափ ստացած հարաբերությունները հաստատած Հայաստանի հետ եւ իրավիճակը, որտեղ անորոշությունը պահպանվում է, որը օգտագործում է Ադրբեջանի ներքին եւ արտաքին խնդիրները լուծելու այդ համար, իրենց կողմից դիտվում է որպես լավագույն սցենարներից մեկը։ Ադրբեջանն իհարկե շարունակելու է մեկ-մեկ հանդիպումներ կազմակերպել պրոցեսը այսպես ասենք օդում պահելու համար, բայց դրա ավարտի մասին դժվար է խոսել։ Քաղաքագետն ասում է, սահմանային պրոցեսը լուծել ավարտելը Բաքվի պլաններում հիմա չկա։ Կարճ ասած, ինչպես խաղաղության պայմանագիր ստորագրելու, այնպես էլ դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնելու համար միայն քաղաքական կամք է պետք։ Եվ թեև այս պրոցեսները կողմերը իրարից անջատ են դիտարկում, քաղաքագետը դարձյալ մեկը մյուսի հետ է կապում։ Եթե կողմերը ստորագրում են խաղաղության պայմանագիրը, դա ենթադրում է այդ թվում նաև սահմանային խնդիրների հետ կապված հարցերի վերացումը, որը իրականացվում է դելիմիտացիա եւ դեմարկացիայի միջոցով։ Մի մոռացեք, որ դուք կարող եք չունենալ խաղաղության պայմանագիրը եւ կարող եք ապրել շատ հանգիստ պայմաններում ձեր հարևան պետության հետ, եւ մինչեւ հիմա չունենաք մինչեւ վերջ իրականացված դելիմիտացիոն եւ դեմարկացիոն գործընթացները սահմանի վրա։ Համաձայն վերջին պայմանավորվածության սահմանազատումը շարունակվելու է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանի հատման կետից, մի փոքր ցած հատվածից։ Սա Անվտանգության խորհրդի քարտուղարի վերջին հայտարարությունն է։ Ու էլ մանրամասներ չկան, արդյոք Ադրբեջանը առողջ երկխոսության մեջ է, թե դարձյալ ամբողջը ինձ սկզբունքն է դրել սեղանին։ Եվ առհասարակ դժվար է պատկերացնել, թե ինչպես են ագրեսիվ քոչվորները լուր հավաքում զենքերը ու խաղաղ հետ քաշվում հայկական տարածքից, որովհետև փաստաթղթում այդպես է գրված։ Թուրքական աշխարհում ավելի ճիշտ Թուրքիա-Ադրբեջան դիվանագիտական հարաբերություններում կրկին օրակարգային է դարձել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանը Նախիջևանին կապելու հարցը։ Թուրքական աշխարհից երկուսն էլ Էրդողանն էլ Ալիևն էլ բաց չեն թողնում առիթը եւ ամեն անգամ խոսում են իրենց նկրտումների մասին։ Այս անգամ էլ Էրդողանն է Բերձորից Տունդարցի ճանապարհին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել այս հարցին։ Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թուրքական աշխարհ Թուրքիայի միջոցով։ Այս անցուղու կարճ ժամանակահատվածում բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Էրդողանը Իրանին է հիշատակել, թերևս ստուգելու Իրանի իշխանությունների արձագանքը։ Էրդողանը մեր հարևան Իրանից աջակցության եւ իր շահերը կյանքի կոչելու ակնկալիքներ ունի։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բացված դուռ եւ միջանցք կապահովի տնտեսական շահույթ եւ ժամանակի ընթացքում կմերձեցնի երկրներին։ Թուրքական երկրներից այս երկուսին բազմաթիվ անգամ հենց Իրանի առաջնորդներն են տարբեր մակարդակով մեսիջներ ուղարկել, որ Հայաստանի հետ Սյունիքով սահմանը պատմական է եւ որ այդ հատվածում կարմիր գծելը խախտել պետք չէ։ Թերանը նաեւ բազմիցս զգուշացրել է այլ երկրների ոտնձգությունը Սյունիքով եւ Իրանով անցնող սահմանի նկատմամբ, ոտնձգություն է նաեւ Իրանի ինքնիշխան տարածքի հանդեպ։ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի դեպքում իրանական կողմը կարծում է, որ խնդիր չի լինի, եթե այն չխախտի Հայաստանի միջազգային իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը։ Իրանն Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով։ Այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում եւ պայմանավորվածություն կա։ Միակ երկիրը, որ շահագրգիռ է
Երբ կօգնի մեզ հարձակման դեպքում դիմենք անպայման կաջակցի, դա Իրանն է, որտեղ ազգային անվտանգության, ռազմավարական, տարածքային ամբողջականության շահերը համընկնում են։ Իրանը բազմիցս նշել է սահմանների փոփոխությունը, Իրանի համար կարմիր կետերը միջազգային ճանաչված սահմանների փոփոխություն է, գեոպոլիտիկ փոփոխություն է, էթնիկ փոփոխություն է, Իրանը մտահոգված է, որ հարավային Կովկասից լինի, դրա համար վերջերս շատ շեշտում է նորի տարածքային ամբողջականությունը։ Որքան էլ թուրքական աշխարհի երկվորյա եղբայրների ախորժակը բացվի հայկական ինքնիշխան տարածքով միջանցք ձեռք գցելուն եւ այդ զավթելուն, աշխարհի պետություններից շատերը հիշեցնում են Էրդողանին եւ Ալիևին, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, որպես փաստ եւ վկայություն հենց Սյունիքում բացելով իրենց հյուպատոսությունն ու ներկայացուցչությունը։ Իրանն ունի այդ դիվանագիտական նշանակություն ունեցող կենտրոնը Սյունիքում, առաջիկայում Գորիս քաղաքում իր հյուպատոսական կենտրոնը կբացի նաեւ Ֆրանսիան։ Ալիևի օգնականն է նեղ սրտել թուրքական մամուլը ոչ ավելի ոչ պակաս Ադրբեջանին է թիրախավորել գլխագրերում։ Ադրբեջանը համագործակցում է սիոնիստական ռեժիմի հետ։ Ադրբեջանը ներգրաված է Գազայում տեղի ունեցած ցեղասպանության մեջ վերնագրերով։ Կարծես պաղեստինյան խնդիրն ինչ-որ կերպ կապված է Ադրբեջանի հետ, սա իսկապես հուզում է մեզ որպես եղբայրների։ Նախ եւ առաջ սխալ է նման վարվելակերպը, երկրորդ դա մեզ վիրավորում է եւ մենք պետք է բացահայտ խոսենք դրա մասին։ Բնականաբար Հաջևի արձագանքը այդպիսին է լինելու, ամեն կերպ փորձելու է խուսանավել այն պատասխանից, թե ինչպիսի վերաբերմունք ունի Գազայում տեղի ունեցող իրադարձությունների։ Թուրքական մամուլը գրում է, թե Գազայի հատվածում տեղի ունեցած ցեղասպանության ընթացքում իսլամական բոլոր երկրները բախվեցին լարվածության սիոնիստական ռեժիմի հետ։ Ադրբեջանը, սակայն չնայած համաշխարհային արձագանք առաջացրած զանգվածային սպանություններին, շարունակում էր աջակցել Իսրայելին, այն դեպքում, երբ այդ երկրի բնակչության մեծամասնությունը մուսուլման է։ Ավելին, 2 տարի էլ չանցած Ադրբեջանի պաշտպանության նախարարն է այցելում Թել Ավիվ։ Իսրայելի արտաքին գերատեսչությունը հենց այդ օրերին երախտագիտության խոսքեր հղեց Զաքիր Հասանովին։ Թուրքական լրատվամիջոցներն էլ գրում են, որ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները հատկապես աչքի են ընկնում էներգետիկայի եւ ռազմական ոլորտներում գործակցությամբ։ Ադրբեջանը նավթի մատակարարումների մեծ մասն իրականացնում է Բաքու-Թբիլիսի-Ջեհան խողովակաշարով եւ միջերկրական ծովով, նավերով հասցնում Թել Ավիվ։ Թուրքիան, որը հանդես է գալիս Իսրայելի քննադատության, տալիս է իր տարածք այդպես, որպեսզի Ադրբեջանը կարողանա իր առևտուրը իրականացնել Իսրայելի հետ, բայց միևնույն ժամանակ Թուրքիան իբր թե փակում է ճակերտավոր իր բոլոր առևտրական կապերը Իսրայելի հետ։ Թուրքական մամուլի հրապարակումներում նշվում է նաև, որ Ադրբեջան մտնող զենք զինամթերքի 70%-ը գալիս է Իսրայելից։ 2016-ից ի վեր ընդդեմ հայերի Ադրբեջանի պատերազմական գործողությունների ընթացքում նրանց զենքի հիմնական մատակարարը ոչ միայն Թուրքիան է եղել, այլ նաև Իսրայելը։ Մենք պատերազմի ժամանակ զենք գնեցինք Իսրայելից, մենք վճարեցինք դրա համար եւ Իսրայելը մեզ դիվանագիտական աջակցություն ցուցաբերեց։ Նորագույն տեխնոլոգիաներով զենքի մատակարարումը հիմնականում տեղի է ունեցել Իսրայելից, քանի որ Թուրքիան նոր էր այն ժամանակ մտնում այդ այսպես կոչված անօթաչու սարքերի ժամանակաշրջան, Ադրբեջանը բնականաբար այս հանգամանքը հաշվի առնելով ամեն կերպ խուսափելու է աչքերը փակելու այդ ցեղասպան գործողությունների նկատմամբ եւ բացի դրանից գիշենք, որ Ադրբեջանը եւս նման գործողություններ իրականացրեց Արցախում։ Թուրք հոդվածագիրը նշում է նաև, որ Ադրբեջանն ու Իսրայելը հարաբերություններ են հաստատել նաև հետախուզության ոլորտում։ Ադրբեջանն ամենամոտն է Իրանին, որտեղ ըստ հոդվածի հեղինակի սիոնիստները կարող են դիտել եւ լսել Իրանին իրենց սեփական սարքավորումներով։ Թրամփը շրջում է ավազե ժամացույցը ու կարճ ժամանակ տալիս Թեհրանին, կողմնորոշվելու սեղմում է օղակը։ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում Թրամփը սիրտը բացել է ու բողոքել, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները առաջ չեն գնում։ ԱՄՆ նախագահը նորից կոչ է արել Թեհրանին հնարավորինս շուտ արձագանքել Վաշինգտոնի առաջարկներին այս ոլորտում։ Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ եւ այս հարցում կարծում եմ մեր միջև համաձայնություն կա։ Նախագահ Պուտինն առաջարկեց մասնակցել Իրանի հետ քննարկումներին, ինչը թերևս կարող է օգտակար լինել այս հարցի արագ լուծման առումով։ Իմ կարծիքով Իրանը ձգձգում է այս շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։ Մեզ հստակ պատասխան է պետք շատ շուտ։ Թրամփը այսպես կոշտ ու սուր դիտարկումներ արել էր այն ժամանակ, երբ դեռ չէին մեկնարկել միջնորդավորված բանակցությունները,
Բուն բանակցությունների ընթացքում կարծես լեզու գտնելու շանսեր կային։ Հիմա նորից վերջնագրեր։ Իրանագետն ասում է, Թրամփը այսպիսի դիրքավորմամբ է ներկայանում ի վերջո հաջողության հասնելու համար։ Սպառնալիքի լեզուն կօգնի արդյոք։ Այստեղ փորձագետը համոզված է, Իրանը դժվար թե կտրուկ հետքայլի դիմի։ Իրանին ստիպել սպառնալիքի ազդեցության ներքո գնալ զիջումների, ինչը իրանական կողմի համար անընդունելի է, եւ բազմիցս իրանական կողմը հայտարարել է, որ իրենք սպառնալիքի ներքո որոշումներ չեն կայացնելու։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին վերջերս ձևակերպեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ամերիկայի պայմանները հակասում են ազգային շահերին։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը նաև ուրանի հարստացման արգելքը կարմիր գիծ է որակել։ Մոսկվան արդյոք կփորձի միջամտել, անգամ եթե տեսականորեն չբացառենք, ապա ըստ փորձագետի միջնորդությունը մեծ փոփոխությունների չի հանգեցնի։ Այս պայմանությամբ ինչ որ հստակ ցուցիչներ չկան, որ բանակցությունների ձևաչափը փոխվում է, բայց այստեղ էականն այն է, թե ինչ է քննարկվում այդ բանակցություններին, որովհետև եթե հնչում են առավելապաշտական ինչ որ պահանջներ եւ շատ կտրուկ արտադրանքներ են հնչում, տվյալ դեպքում բանակցությունները պարզապես գնում են փակուղի, որովհետև կողմերը փաստացի ունեն հակադիր դիրքորոշումներ։ Ամերիկան Իրանի հետ բանակցում է երկրի միջուկային ծրագրի հարցը, պահանջելով, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, քանի որ դա ըստ Ամերիկայի հետագայում կարող է գործածվել միջուկային զենքի ստեղծման համար։ Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի համար հարստացված ուրանը ոչ թե արտադրի, այլ գնի երկրներից։ Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, իսկ Իրանի հարստացումն իրականացվում է երկրի ինքնիշխան իրավունքի շրջանակում եւ նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար։ Համաձայնության չգալու պարագայում Վաշինգտոնը նաև հնարավոր բախման մասին էր հիշեցնում։ Այս փաստաթուղթն է, որպես առաջարկ ռուսական կողմը թուրքական Չիրագան պալատում տվել ուկրաինական կողմին այն հակամարտության կարգավորման վերաբերյալ հրադադարի երկու տարբերակ է։ Առաջինը ենթադրում է Ուկրաինայի կողմից գրաված ռուսական տարածքներից ուժերի դուրսբերում, այդ թվում Դոնեցկից եւ Լուգանսկից, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերից։ Երկրորդը փաթեթային առաջարկ է, վերաբերում է զորքերի վերատեղակայման արգելքին, զորահավաքի եւ Կիևին օտարերկրյա ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։ Ուկրաինայի չեզոքություն, ռազմական միություններին անդամակցության բացառում, Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակ, զինված ուժերի առավելագույն թվաքանակի սահմանում, Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացում, մարտական գործողությունների հետևանքով կրած վնասների առնչությամբ փոխադարձ պահանջներից հրաժարում, ռուսալեզու բնակչության իրավունքների եւ ազատությունների ապահովում, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեության սահմանափակումների վերացում, նացիզմի հերոսացման արգելք։ Հուշագրից բացի Ռուսաստանը միակողմանիորեն Կիևին կփոխանցի ուկրաինացի զինվորների եւ սպաների 6000 մարմին։ Կողմերը պայմանավորվել են նաեւ առանձին հատվածներում 2-3 օրով դադարեցնել կրակը, որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել իրենց զինվորների մարմինները։ 10 հղում անելով իր աղբյուրին տեղեկացնում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կրկին Ստամբուլում կլինի։ Կիևը վերջին ռազմական հաջողությունից հետո ինչպես կդիրքավորվի ռուսական հուշագրի կետերը, որքան կընդունելի կլինեն։ Դժվար է խոսել պատերազմի դադարի մասին, փորձագետները համոզված են կողմերը համաձայնությունից շատ հեռու են։ Ուկրաինական կողմը ոչ զիջման չի գնում, փաստացի չի ճանաչում այն իրողությունները, որի մեջ ինքը ապրում է, իսկ ռուսական կողմը ունի իր պայմանները, ընդդեմ այդ պայմանները նոր չեն։ Ռազմական փորձագետն ասում է, ուկրաինական կողմը այս փուլում պատերազմը ավարտելու մտադրություն չունի, բայց դա ոչ թե Կիևում, այլ եվրոպական 3 երկրներում են որոշել՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա։ Ասում է, նրանց է պետք, որպեսզի Թրամփի նախընտրական խոստումները ձախողված համարվեն։ Դրանցից առանցքայինը ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտելն էր։ Սա նշանակում է, որ կոնգրեսում միջանկյալ ընտրությունները բացելուց հետո իսկ հաղթելու են դեմոկրատները, դա մեծ հավանականություն եւ բավարար պարարտով կարող է անցանալ եւս 2 տարի հետո ամեն նոր նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության տեխնացուի պարտության համար։ Այն մարտավարությունը, որը որդեգրել է Բրիտանիան։ Իսկ Բրիտանիայի քաղաքականությունը Եվրոպայում վստահաբար երկու հենասյուն սպասարկում է Մակրոնը եւ Մերցը։ Ռազմական իրավիճակը չի որոշում պատերազմի ելքը, բոլոր որոշումները քաղաքական են, ասում է փորձագետը ու հավելում, անկախ ճակատի իրադարձություններից այս հակամարտությունը բացառապես քաղաքական ելք է ենթադրում։
Ռուսական ավիացիայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանն է անդրադարձել Տեսլայի գործադիր տնօրեն Իլոն Մասկը X-ի իր էջում մեկնաբանելով կատարվածը Մասկը նշել է, որ ԱԹՍ-ները պատերազմի ապագան են, ինքնաթիռները ոչ։ Ուկրաինայի իրականացրած հարձակումը պատերազմի պատմության մեջ Մասկը շրջադարձային է որակել ու նկատել, որ Ռուսաստանի տարածքում տեղակայված հարյուրավոր անօդաչու սարքերին հաջողվել է ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա հարվածել ավելի քան 40 ինքնաթիռ, $1 միլիոն պակաս արժեցող ԱԹՍ-ներն ավելի քան $1 միլիարդ վնաս են պատճառել։ Եմենի ապստամբական Անսար Ալլահ շարժման հուսիթները Զուլֆիկար տիպի բալիստիկ հրթիռներով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Ապստամբ ուժերի խոսնակ Յահյա Սարյան հաղորդել է, որ գործողությունը պսակվել է հաջողությամբ։ Հարձակման հետևանքով օդանավակայանի գործունեությունը կասեցվել է։ Հուսիթները հայտարարել են նաև Իսրայելի Հայֆա նավահանգստի շրջափակում սահմանելու մտադրության մասին։ Հնդկաստանը եւ Եվրասիական տնտեսական միությունը ԵԱՏՄ-ն այս տարի կսկսեն բանակցություններ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևը։ Նախաձեռնությունը նպատակ ունի խորացնել տնտեսական կապերը, ստեղծել ընդհանուր ֆինանսական շուկա եւ անկախ վճարային համակարգ։ Էմանուել Մակրոնի թանգարանից գողացված մոմե արձանը ակտիվիստները տեղադրել են Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ի նշան բողոքի Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջև առկա տնտեսական կապերի դեմ։ Դմիտրի Պեսկովը հաստատել է Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջի վրա հարձակման մասին տեղեկությունը։ Ոչ մի վնաս չկա եւ կամուրջը գործում է, լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղարը։ Կիևի ռեժիմը Պեսկովի խոսքով շարունակում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների փորձերը։ Ռուսաստանը նախազգուշական միջոցներ է ձեռնարկում։ Ձկների զանգվածային անկում է եղել Աբշերոնում, Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Մուհամադի գյուղի վարչական տարածքում գտնվող լճերից մեկում գրանցվել է զանգվածային ձկների մեծ անկում։ Չիպեր արտադրող ամերիկյան NVIDIA ընկերությունը կրկին դարձել է աշխարհի ամենաարժեքավոր ընկերությունը շուկայական արժեքով գերազանցելով Microsoft-ին։ Նրա բաժնետոմսերի գինը աճել է 2.8%-ով։ Առաջին անգամ այն առաջի տեղը զբաղեցրել է 2024-ի հունիսի 18-ին, սակայն վարկանիշային առաջատարության համար շարունակական մրցակցության մեջ է Microsoft-ի եւ Apple-ի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոլդեր քաղաքում Մուհամեդ Սաբրի Սոլիմա անունով տղամարդը բղավել է ազատություն Պաղեստինին եւ դյուրավառ հեղուկով շշեր է նետել Գազայում պահվող իսրայելցի պատանդներին աջակցության երթի մասնակիցների վրա։ 6 մարդ այրվածքներ է ստացել տուժածներից ոմանց վիճակը լուրջ է, նրանք հոսպիտալացված են։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի պնդմամբ սա նպատակային ահաբեկություն էր։ Արինջի Աբովյանում 58 բնակիչ է կանգնել ընդդեմ 8 հարկանի 2 բարձրահարկի, որոնք կառուցում են թաղամասում։ Բնակիչները դժգոհում են կոյուղի չունեն, հորի հույսին են։ Ինչ կլինի թաղամասի վիճակը, որ շենքերն էլ վեր բարձրանան։ Դու գիտեք ինչ ա գրել ստեղ, շինթույլտվությունը որ ընդունել են։ Կոյուղաջրերը հավաքվում են եւ անցնում են կողքի գործող կոյուղով։ Ուր ասте կոյուղի խնգերներ։ Կոյուղի տեսնում եք, սաղս հոր ունենք ստեղ։ 5 կիլոմետր հեռավորության վրա կա, որը շատ քիչ տարողականություն ունի։ Եթե կոյուղի կա, ստեղ, մենք քիչ ենք օգտվում այդ կոյուղուց, խնդրում եմ ասեք։ 2 հատ 8 հարգանու կոյուղները գնալու են մի հատ հորի մեջ, որ ամեն օր գան ասենց քաշեն տանեն, այդ ջրերն էլ այդան մեր տների տակ։ Բնակիչները պնդում են, որ կադաստրի կոմիտեն բազմաբնակարան շենքերի կառուցմանը համաձայնություն չի տվել, բայց համայնքն արտոնել է կառուցապատողին սկսել շինարարությունը, անտեսելով նաև թաղամասում բնակվող մարդկանց դիմումը, որը հասել էր քաղաքապետի սեղանին բոլորի ստորագրություններով։ Ես մի հարգանի տուն ունեմ, իրանք հենց 6 մետր չկա, 8 հարգանի են սարքում։ Տարածությունը սկի դաժե կարելի է որ իրանք մի հատ մեծ սեփական տուն են սարքվել, պետք է մենք իրար հետ նստեինք խոսալու։ Երբեք չեն եկել, չեն ասել, թե ինչ պետք է այդտեղ կառուցվի։ 2 հատ 8 հարգանի է սարքվում։ Հանրային լսումներ չեն կայացրել։ Բարձրահարկերի հարցը հիմա նաև դատարանում է, լսելով քաղաքացիների բողոքի ձայնը, շինհրապարակից փակված փողոց եկած կառուցապատողի ներկայացուցիչը հենց այս հանգամանքն առաջ բերեց։ Չի հասկանում բողոքի գործողությունների իմաստը, երբ շենքերի դեմ պայքարողները միաժամանակ նաև դատարան են հասել, իսկ Բարձր Ատյանը դեռևս քննում է շինթույլտվության իրավաչափությունը, միջանկյալ էլ չի կասեցրել այն։ Կոնկրետ ուզել են իրանց ունեցած զավակներին համապատասխան թվով բնակարան։ Չի ստացվել, գնացել են բողոքել են։
Այո, հիմա մենք տեղեկություն ունենք, որ այդ բիզնեսը ինչ-որ չափով ստեղ հաջողվել է շրջակայքի այլ շինարարություններում, այլ կառուցապատողների կոմերցիոն երևի ստացվել է, հիմա փորձել են ստեղել, չի եղել։ Մենք հատուցում ենք ուզե Իրանից, մինչև հատուցումները չտա, եթե այսքան բանի մեր տների գինը իջնում է իրա, 2 հատ տուն ունեմ, իմ տների գինը ամեն մեկը $150,000 իջնում է այս երկուսի պատճառով, եթե դու իմ լուսավորությունը կտրում ես, որը պետք է փող հատուցես։ Կառուցապատողն ու բնակիչները համաձայնության այնուամենայնիվ չեն գալիս, բնակիչները խոստումներին չեն հավատում, թե այդ թվում հենց օրինակ կոյուղու հարցը լուծվելու է, կառուցապատողն էլ ներկայացուցչի խոսքով սպառնալիքներից չի վախենում, թե մի կողմում, թե մյուս կողմում ակնկալիքները դատարանից են, միայն թե կառուցապատողն ասում է, որոշմանը կենթարկվի, իսկ բնակիչները պնդում են, արդար վճիռ չի լինի, բոլոր ատյաններով մինչև վերջ կգնան։ Հունիսի 3-ին Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 46-ամյա Համազասպի Տեսլան եւ 48-ամյա Առնակի ջիպ պիկապը։ Երկու վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Տեղում էր ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության պետը։ Տեղում են նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը։ Հունիսի 2-ին ՈՒԱԶ-ը հայտնվել է մեծամոր խոշորացված համայնքի Արգավանդ գյուղի վարչական տարածքում գտնվող լճերից մեկում։ Փրկարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 2-րդ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ջրասուզակ Հովակին Բաբայանն են ժամանել, նաև Արմավիրի մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Տեղում էին նաև ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Ջրասուզակը մի քանի անգամ որոնողական աշխատանքներ է կատարել, հետո արդեն այն վերամբարձ կռունկի ու հատուկ ճոպանների օգնությամբ դուրս են բերել լճից։ Մեքենայի սեփականատերը 22-ամյա Գոռը իրավապահներին հայտնել է, որ ՈՒԱԶ-ը ազգականին էր տվել։ Նրա հետ պարեկները կապ են հաստատել։ Վերջինն էլ հայտնել է, որ մեքենայում միայնակ է եղել, իսկ թե երբ ու ինչ հանգամանքներում է մեքենան հայտնվել լճում, պարզվում է։ Հունիսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Կիևյան կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել։ Համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացած Արարատի մարզի բնակիչ Տիգրանն էր 49 տարեկան։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։